Ուզում եմ համերաշխությունս հայտնեմ Անդրանիկ Թևանյանին եւ հստակ մոտեցումս ասեմ, որ երկու առումով այստեղ դասական եւ դասագրքային քաղաքական հետապնդում է։ Առաջին դիտանկյունը, թե ինչպես է ամեն ինչը սկսեց, արձակուրդում գտնվող ընտրական process-ում ներգրավված անձանցից մեկը, որը պետք է հավասարություն ունենար, ուղիղ ցույց է տալիս, որ ինքը իրավասու է հրահանգավորել իրավապահ մարմիններին եւ հրահանգավորում է այդ պայն իրավապահ մարմիններին, իրավապահ մարմիններն էլ պայմանական ասած չես տալով, հա, ինչ որ գործողություններ են կատարում, սա արդեն իսկ արատ է, ընդհանցակարգային արատ է, այսպես մեր մասնագիտական լեզվով ասած, କିନ୍ତୁ խնդրեմ կա այստեղ ցույց է տալիս, որ նա իրականացնում է իր գործառույթները որպես վարչապետ, որը չէր կարող իրականացնել, եւ հրահանգավորում է, որը չէր կարող հրահանգավորել անգամ եթե իրականացնել վարչապետի գործառույթներ, որտեղ ամեն մեկը իր գործառույթ ունի, անկախ դրանից թե ով է նշանակում, ինչ է անում եւ այլն։ Երկրորդը, երբ որ մենք կարդացինք 3 ուշ երեկոյան քննչականի հաղորդումը քրեական վարույթ նախաձեռնելու մասին, այնտեղ լուրջ խնդիրներ կային։ Լուրջ խնդիրներ կային նրա հետ, որ առաջին ինչը միանգամից Անդրանիկ Թևանյանը ասաց, սակրես 2024-ին պատգամավոր չեմ եղել։ Տեքստը որ կարդում ես, ստացվում է, որ նա պատգամավոր է եղել եւ որպես պատգամավոր ինչ որ բան է արել։ Ես չգիտեմ այդ կիքսը ոնց էին թողել։ Հետո փորձեցին սվաղել իրենց մամուլի խոսնակը, բայց մենք էլ գիտենք եւ այլն, բայց տեքստը դրա մասին չէր։ Տեքստը կարդում ես, տեքստից երևում է, որ իրանք ընկալել են որպես պատգամավոր, որը հասանելիություն է այսել եւ այլն։ Պետական գաղտնիք։ Երկրորդ, պետական գաղտնիք։ Երկրորդ, պետք է հենց պարզել նախ այդ փաստերը եղել են թե չեն եղել, այդ մի կողմ եմ թողնում, անմեղության կանխավարկածով եմ առաջնորդվում եւ վստահության կանխավարկածով եմ առաջնորդվում Անդրանիկ Թևանյանի մոտեցումների նկատմամբ եւ անվստահության կանխավարկածով եմ առաջնորդվում Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգավորված իրավապահների նկատմամբ, որքան էլ որ ողջ կյանքում պատկառանքով են վերաբերել հատկապես անվտանգությամբ զբաղվող մարդկանց, բայց ստիպված եմ անվստահությամբ վերաբերվել նշվածս պատճառով, բայց այլ բանի մասին խոսենք։ Այդ ինչ տեղեկություն պետք է լիներ, դա պետական գաղտնիք էր, թե պետական գաղտնիք չէր։ Մենք շատ լավ գիտենք ախր, մենք օթից չենք էլի իջել, որ ազգային ժողովում որևէ փակ քննարկման ժամանակ եսի միջեր չեն խոսվում։ Որտեվ շատ լավ գիտեն այդ եսի միջերը շատ կարճ ժամանակ հետո հանրության սեփականություն են դառնալու, եթե դիմադիր մարդիկ կան այդտեղ։ Եվ մտել $500,000 արժեցող ինֆորմացիա էր ըստ քննչականի պատասխան։ Այն էլ $500,000 Եվ որ Ստանիսլավսկու ասած նի վերու։ Այդպես չի լինում, էլի։ Որը պետք էր ռուսներին, գոնե Ադրբեջանն էլ չէ, որ ասես լավ թշնամի պետություն։ Եվ հաջորդն եմ ուզում ասեմ, այստեղ ամենակարևոր նրբությունն այստեղ ուշադրություն եմ հրավիրում։ Հանցակազմը պետական դավաճանության երբ կարդում ես, ստացվում է, որ ցանկացած նման գործողություն պետական դավաճանություն է համարվում, երբ տեղեկությունները փոխանցվում են թշնամական պետության։ Այո։ Իրենք փաստորեն Ռուսաստանն Այսինքն 3 պաշտոնապես մենք ունենք, սա շատ կարևոր է։ 3 մենք պաշտոնապես ունեցանք։ Չնայած հաղորդագրության մեջ դրանից խուսափում էին քննչական կոմիտեն, հասկանալով էլի, որ սա ինչ են կանում։ Բայց օրենքը ցանկացած ընթերցի։ Եթե այլ ընկալում ունենա, խնդրեմ թող հրապար։ Իմ ընկալումը պետական դավաճանության հանցակազմի ձևակերպման, հատկապես նոր օրենսգրքով ձևակերպման այն է, որ այն կարող է վերաբերվել թշնամական բնույթի գործողություններին, այսինքն թշնամական պետություններին։ Այսինքն մենք Երևանից ուզենք թե չուզենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես քրեաիրավական եղանակով հայտարարեց, որ Ռուսաստանը ընկալում է որպես թշնամական պետություն։ Դիմա արձագանքը կլինի, ինձ թվում է դրանից։ Չգիտեմ, ուղղակի վախենամ, որ բոլորս տուժենք, էլի։ Դե հա։ Բոլորս ենք տուժելու, էլի, այսինքն ոչ թե վախենամ, այլ ցավոք սրտի այդպես է լինել է, որովհետև թշնամական հայտարարել մի պետության, որից կախված է քո տնտեսության 60-70%-ը, դա թշնամական քայլ է մեր ժողովրդի նկատմամբ, այ դա թշնամանք է մեր ժողովրդի նկատմամբ։ Իդեպ պետական դավաճանության հանցակազմի ամենաառաջի ձևակերպումը, ուզում եմ այստեղ թշնամու կողմը անցնել, այսինքն պետական դավաճանությունը մի քանի գործողություններ, որոնցից որևէ մեկը համարվում է պետական, բայց ամենաառաջինը թշնամու կողմը անցնելը։ Դե հիմա դե թող մեր հանրությունը դատի։ Նիկոլ Փաշինյանը թշնամու կողմը անցել է, թե չի անցել։ Նկատի ունենալով այն մարդկանց, ովքեր իրենք մեզ որպես թշնամի են ընկալում։